Նիկոլ Փաշինյանից իրենց որդիների մարմիններն են պահանջում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները։ 18 թվականի եկավ ասած Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ։ Վերջումը տներն ես քանդից։ Տուն-տեղ զավակներ կորցրած այս մարդիկ նամակ են բերել կառավարություն, պահանջում են հանդիպում վարչապետի հետ։ Հստակ պատասխան են ուզում, երբ Հայաստան կբերեն Արցախում հուղարկավորված իրենց որդիների մարմինները։ Բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի Արտաշիր իմանեն։ Մեզ էսա 2 տարուց հավելա խափում են։ Այս Սուտասանը 8 տարի է մեզ խափում։ Արցախյան պատերազմում զոհված Արթուր Արզումանյանի հայրը 68-ամյա Բորիկ Արզումանյանն ասում է, համացանցում տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները պղծում անմահացած հերոսների գերեզմանները։ Ոնց եք դուք պատկերացնում, ծնողը ոնց կարող է այդ ամեն ինչը, չգիտեմ, համացանցով, ինտերնետով կլինի, հեռուստացույցով կլինի, նման կադրերը տեսնելուց ինչ պետք է զգա։ 2023 թվականի պատերազմում զոհված Սասուն Ավանեսյանի քույրը վերջին 3 տարում ոչ թե մեկ, այլ մի քանի նամակ է գրել վարչապետին, ոչ մի պատասխան չի ստացել նրանից։ Փաշինյանն այդ նամակները մեկ ազգային անվտանգության ծառայություն, մեկ արտաքին գործերի նախարարություն է ուղարկել։ Պարոն Նիկոլ Փաշինյան, մենք հասկանում ենք ամեն ինչ։ Եթե մենք նամակը ուղարկում ենք ձեզ, մենք ակնկալում ենք հստակ պատասխան ձեր կողմից, որպես երկրի ղեկավար, ոչ մի կառույց չի գործի առանց երկրի ղեկավարի հանձնարարականի կամ որոշման արդյունքում։ Զոհված զինծառայողների հարազատները հայտարարում են, եթե մինչև երեքշաբթի իրենց հետ չհանդիպի Նիկոլ Փաշինյանը, ստիպված կլինեն Ալիևից օգնություն խնդրել։ Այսօր Ալիևն է Հայաստանի հարցերը որոշում, պրյամո գնանք Ալիևին խնդրենք։ Մենք որպես հարազատներ պատրաստ ենք հասնել Հակարի անցակետ։ Գոնե մեր անխոչնդոտ Հակարի հասնելը ապահովի։ Ադրբեջանի հետ առևտուր եք սկսել, Ադրբեջանի հետ նավթ, բենզին, վաղը գազարու լոլիկ կբերեք, վարունգ կբերեք, բայց մարդկանց հարցերը երբեք լուծելու։ Պատերազմի զոհերի հարազատները տղաների մարմինները Արցախից բերելու պահանջով ստորագրահավաք են արել։ 33 ստորագրությամբ նամակ պահանջագիրը հանձնել են ոչ միայն վարչապետի աշխատակազմ, այլև արտգործնախարարություն ու Ֆրանսիայի դեսպանատուն։ Աննա Գյումնազարյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։